Բարև ձեզ։ Մինչ մենք այստեղ տարված ենք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներով, դիտարկում ենք, թե ինչպես է քաղաքական դաշտը նախապատրաստվում 2026 թվականի խորհրդարանական համապետական ընտրություններին։ Խորհրդարանական համապետական ընտրություններ տեղի ունեցան Մոլդովայում եւ ավարտվեցին Մայա Սանդուի գլխավորած Եվրոպամետ կուսակցության հաղթանակով։ Այս ընտրությունները ըստ էության որոշիչ էին այդ երկրի քաղաքական ապագայի համար, որոշում էին, թե ինչպիսին է լինելու այդ երկրի քաղաքական ապագան, միաժամանակ դարձան նաեւ պայքարի խորհրդանիշ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Իսկ Հայաստանի համար այս ընտրությունները, եթե կարելի է այսպես ասել, հնչում են որպես նախազգուշացում այն մասին, որ 2026 թվականի ընտրությունները Հայաստանում չեն լինելու ներքին պայքարի մասին, այստեղ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը, մրցակցությունը, պայքարը արտացոլվելու է անխուսափելիորեն։ Սա մեկ, համաշխարհային քաղաքականության առանցքում շարունակում է մնալ պատերազմը Ուկրաինայում, այստեղ էլ Մոսկվայի հայտարարությունները, Միացյալ Նահանգների դիրքորոշումը կամ դիրքորոշման փոփոխությունը եւ Եվրոպայի, մասնավորապես Գերմանիայի ուղերձները վկայում են այն մասին, որ պատերազմի մասնակից ուղիղ կամ անուղղակի մասնակից ուժերը կանգնած են վճռորոշ որոշումներ կայացնելու հրամայականի առջև։ Սա ազատ Ֆրենյուզի եթերում, այստեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Մոլդովայից։ Տեղի ունեցան ընտրությունները, ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները, ընդհանրապես ինչ տեղի ունեցավ, արդյունքները ինչպես է գնահատում, արդյոք սա վճռորոշ նշանակություն ուներ կամ շրջադարձային նշանակություն ուներ Մոլդովայի համար։ Դե ավանդույթի համաձայն ստեղ երևի պետք է նախ եւ սկսեմ նրանից, որ շնորհավորում եմ բոլոր ազատ մարդկանց նմանատիպ փայլուն հաղթանակի հետ կապված, որտեղ անկախ նրանից դուք Մոլդովայի տեղը քարտեզի վրա գիտեք, իսկ մենք գիտենք, որ կան երկրներ, որտեղ քարտեզներից տեղյակ չեն, բայց Մոլդովայի ընտրությունները կարևոր էին նրանով, որ Մոլդովան մոտավորապես 60% համարվում է ռուսամետ բնակչություն։ Այո, եւ փաստացի Քիշինյովից դուրս ինքը անհասկանալի բան այնտեղ գագաուզների ինքնավարություն, ճակերտներով ինքնավարություն սեպարատիստական շարժումներ, կամերցնեստրան հանրապետություն էլի ճակերտներում այդ տարածքավոր օկուպացված է ռուսական այդ զորամասի կողմից, որը եւս անկայունություն է ստեղծում եւ Մոլդովայի համար պայքարը Ռուսաստանը վարում էր երկու պատճառով, նախ ինքը ամենահարմար բանն է, պլացդարմն է դեպի Ռումինիա եւ Բալկաններ եւ երկրորդը ինքը փաստացի ապահովում էր թիկունքից հարված դեպի Օդեսա, այսինքն ուկրաինական այդ կտորն էր վերցնում հարվածի տակ, եթե հանկարծ ռուսամետ ուժերը ախտեին, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի սպասվելիք պարտությունը, ես չգիտեմ ինչի հետ է կապված այս նման բանը, բայց դա սպասվելիք էր, այսինքն խնդիրը նրանում էր, թե արդյոք կհաջողվի տեղի բնակչության ձայներով հաղթել, որովհետև Մոլդովայի օրենսդրության համաձայն Եվրամիության տարածքում աշխատանքային միգրանտներով բնակվող Մոլդովայի անձնագիր ունեցող անձինք իրավունք ունեն քվեարկելու եւ եթե հիշում եք նախորդ տարի եղավ ընտրություններ, հենց այս մարդկանց շնորհիվ հաջողվեց իրենց այդ Իսկ հիմա? Հիմա չէ։ Հիմա նույնիսկ առանց այդ Եվրոպայում բնակվող Մոլդովայի քաղաքացիների Մայա Սանդուի կուսակցությունը հաղթել է։ Այսինքն սա շատ կարևոր արձանագրումից բացի դինամիկան է շատ կարևոր, որ անկախ նրանից այլևս դրա կարիքը չկա եւ սա բացի ամեն ինչից նաեւ ցույց է տալիս, որքան արագ տեմպերով է Ռուսաստանը կորցնում հեղինակություն եւ սա ասում եմ մենք ասենք կուշ, թող լսեն կուլղա, այսինքն ինչի դրա հետ այդ պատճառով ես դες համաձայն չեմ, որ 26 թվականի համապետական ընտրությունները մեզ մոտ լինելու են այդ առանցքի մեջ Ռուսաստան արևմուտք, ոչ, հիմնականում կգանք մեր ընտրություններին եւ Չէ, ինչի համար, չեմ դուրս գալիս այդ թեմայից, թեման հենց այնա, որ Ռուսաստանը չի այլևս, այսինքն ստեղ ավելի շուտ բալանսավորված, այսինքն մաքուր պրոեվրոպական կամ ճակերտներում բալանսավորված, այսինքն ոչ միտեղ չգնալու քաղաքականության պայքարն է լինելու, էլի։ Հայաստանում։ Հայաստանում։ Կգանք Հայաստանին, բայց մինչ այդ ձեր առաջին հարցին պատասխանը կարող ենք, եթե
մեկ նախադասությունով ձևակերպենք ռուսական ազդեցության թուլացում, եվրոպական ուղղության ուժեղացում։ Այո, Մոլդովայի օրինակով այո, որովհետև Մոլդովան լինելով այդ արևելյան գործընկերության մեջ եւ այդ եվրոինտեգրման ցուցանիշներով ինքը նույնիսկ Հայաստանից էր հետ։ Եվ թե կոռուպցիոն բանի տեսանկյունից, թե ռուսերեն լեզվի եւ ռուսական ազդեցության շատ մեծ մասնաբաժին բնակչության գոյություն այդ գագաուզները նույն, որոնց հիշատակում են ամբողջությամբ ռուսամետ են, Ռուսաստանում էին ապրում, բնակվում եւ Ռուսաստանից էին աշխատում մեծ գումարներով նաև հիմնական անդիմադիր ուժերը, այս վերջերս այդ ճակերտավոր, որ չգիտեմ ինչի Երևանում շատ եմ վախենում, Kinder Surprise-ը Կիրիենկոն էր վերցրել Կուրացյան եւ ինքներ ոնց էր բան անում, նույն Կիրիենկոն է, էլի, այսինքն տեսեք, այնտեղ տեսեք ինչա լինում, ոչ մի բան։ Հաղթանակը անվիճարկելի է։ Միանշանակ։ Դուք ասում եք, որ հաղթեցին նույնիսկ առանց Եվրամիության տարածքում ապրող մոլդովացիների քվեի, ռուսներն ասում են, որ հնարավորություն չեն ունեցել քվեարկել այն մոլդովացիները, որոնք Ռուսաստանի տարածքում են ապրում։ Այո, բայց այդ մոլդովացիները կարիք չունեն քվեարկելու։ Ինչի համար իրանք պետք է քվեարկեն։ Ինչի՞ պիտի չքվեարկեն։ Որտեղ Ռուսաստանը ժողովրդավարական տարածքից դուրս ապրող մոլդովացիները քվեարկելու իրավունք ունեն։ Հասկանում եմ, բայց Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չի։ Ռուսաստանի տարածքում դու կամ աշխատանքային միգրանտ ես, այսինքն կարաս գնաս քո երկրում քվեարկես, կամ գնաս դեսպանատանը քվեարկես։ Ոչ մի չի արգելել Մոլդովայի քաղաքացիներին, որոնք ապրում են Ռուսաստանի տարածքում։ Դժվարություններ են եղել, հասանելի չի եղել, պետք է գնալ դեսպանատ։ Քիչ են եղել, ընտրողները շատ չեն հասկացանք, բայց դեսպանատում կա, չէ՞։ Դեսպանատում հիպոթեզություն կա։ Գնա այնտեղ քվեարկի, տղա ջան։ Ո՞վ է բանան։ Դե ասում են քիչ էր այդ։ Քիչ էր, ինչքան կա, այդքան Մոլդովան բնակչությունը Հայաստանից քիչ է։ Ռուսաստանի այդ ընտրությունները, որ համարացել են Երևանում, Այսինքն պատրվակ է քննադատելու ընտրությունները։ Դե իհարկե մի բան պետք է ասեն, չէ՞ որ պարտվել են։ Կամ ասեք ինչ կապ ունի Մոլդովացին, որ ապրում է Ռուսաստանում, ոնց որ ասենք, չգիտեմ բան, ինչ կապ ունի Մոլդովայի հետ։ Հիմա այս քննադատությունները Մոսկվայի կողմից գիտեք հայտարարություններ եղել են։ Սրանք ընդամենը եւ միայն քննադատություն է, թե ազդանշան է հետագա ճնշումների մասին։ Չէ, դա ավելի շուտ հիմնավորումն է նեղացած դեմքով բաներն է։ Տեսեք, ճնշումները, որ ասում ենք ճնշումներ հետագա, հա, բայց դա ճնշում չի։ Մրթմրթոցա էլ է։ Yani Հայաստանին ներառ ճնշել։ Քննադատությունը այդպես եք ասում, բայց ես ասում եմ, այդ քննադատությունը ընդամենը քննադատություն է, պարզ է, պարտվել է ռուսամետ ընդդիմությունը։ Թե տեսեք, հասկանում եմ ձեր հարցը, բայց մի փոքր պետքա պատկերացնել ինչա կատարում։ Քննադատություն չի, իրանք պետքա արդարանան։ Այն որ չեք թողում ասեն, որ ինքը ռազմական հանցագործ է, այդ մարդու աչքերում պետք է արդարանան, չէ՞, ԶԼՄ-ներով։ Ինքը ասեն կամ ինչ որ մի հատ կարմիր տենց թղթապանակ են բերում, որտեղ գրած է։ Ինքը պետք է հարցնի ինչու տենց ստացվեց, ինչու օրինակ Եվրոպայում բան, որովհետև տեղամասերը քիչ էին Գերագույն ջան բան։ Հիմա այդ ինչ որ ինքը բունկերում է նստած, ինքը չի գիտի ինչա կատարում։ Իսկ այս սցենարը ինչքան է հավանականությունը, որ կրկնվի նաև հետխորհրդային այլ երկրներում, այդ թվում Հայաստանում։ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ նմանատիպ սցենարներ չեն աշխատում։ Ռուսական ազդեցություն չկա։ Ռուսական ազդեցությունը կա, բայց ռուսական ազդեցությունը շատ փոքր է։ Մեզ մոտ իրականում Ռուսաստանի ազդեցություն չի, մեզ մոտ տարբեր էլիտաների վերնախ էլիտա ինչ վատահանջու մարդիկ ովքեր իշխանության համար կռիվ են տալի, մի մասը այդ մարդկանց համարում է, որ ինքը Ռուսաստանի տակ պարկելով ավելի քիչ ռեսուրս ծախսելով ավելի մեծ արդյունք կստանա։ Լավ, բայց հիմա ասացիք համաձայն չեք այն դիտարկման հետ, որ Հայաստանում եւս շատ հավանական է կամ հնարավոր է, որ պայքարը ծավալվի պայմանական ասած արևմտամետների եւ ռուսամետների միջեւ։ Չէ, տենց էլ լինելու է, բայց արևմտամետում եք հասկանում։ Այտենց հա, որ տենց է լինել, ուղղակի ռուսամետները նաեւ ԿՊ-ն է։ ԿՊ-ն ռուսամետ է։ Բա ի՞նչ է։ ԵԱՏՄ-ից դուրս չգալ, հապկից դուրս չգալ, գնալ Շանհայ, Տրամփի փակուղու հարցը քննարկելուց մենակ Ուզբեկստանի եւ Ղազախստանի շահերը առաջ քաշել, բա դա ի՞նչ է։ Հապկին չմասնակցել, անդամ վճարը չմուծել, ռուսական սահմանապաններից զվարթնոցից հանել, Իրանի անցակետից հանել, վերջի 4 տարվա մեջ մեզանից $1 միլիարդ վերցնել դնել ԵԱՏՄ-ի բյուջե, Հայաստանը չկարողանալ։ Համենայն դեպս
տարբերություն նկատելի է, չէ՞, նախընթաց տարիների եւ հիմա Ինչ արվում։ Ռուսաստանից կախվածությունները նվազեցնելու։ Գիտեմ, պիտի ասեք քիչ Վիճակագրություն։ Թվերով ապացուցեք։ Մարդիկ գնում են, ասում են 12 միլիարդ ապրանքաշրջանառություն ունեն։ Դրա նախորդը 24-ին, դրա նախորդ տարին 5 էր։ 24 թվականին 12 էր, չէ, գիտենք ինչից է, այդ այն ոսկին, ադամանդն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա անգնելու է նորից, բայց դա է։ Փաստը դա է։ Միաժամանակ, եթե նախկինում միայն Ռուսաստան եւ Ռուսաստան, դրանից հետո հիմա ռազմական համագործակցության պայմանագիր Միացյալ Նահանգների հետ, օրենքի ընդունում Եվրամիության ուղղությամբ, շուտով ռազմական գործընկերությամբ հաստատող Ֆրանսիայի հետ, այ տեսեք, այդ ամեն ինչը տարբեր երկրներ տեղերի Չէ, ժողովուրդ, ստոպ։ Զենքերը իրականում իրանք տնտեսության հետ կապ չունեն։ Զենքը այդպես բանա, որ առնում ես։ Տնտեսության մասով էս որևէ բան չթվարկեցի, որովհետեւ տնտեսության մասով այդ կախվածությունը, փոխկապակցվածությունը, բացառապես կախվածությունն է, ընդ որում կամավոր մերոնք այդ սուպեր դախլ չի նրա։ Հայաստանը կցած են պահում Ռուսաստանին, իրանց ֆինանսապես ձեռք է տալի։ Ես մարդ ունեմ հիմա, որ ում հետ հիմա ակտիվորեն շփվում ենք, ինքը ներդրումային ծրագիր ունի։ Այդ ներդրումային ծրագրի մի մասը նախորդ մի հատ տենց էկոնոմիկայի նախարարներ Նիկոլ Փաշինյանը նշանակած վերցրել են ինչ-որ բաներ ռուսական կիսակրիմինալ ինչ-որ մարդ է, որը անհասկանալ է ինչ-որ գումարներ են բերել, այդ մարդու ծրագիրը չեն արել, ուրիշ այդ Ռուսաստանի համար դարձրել էր Հայաստանը, լվացքի մեքենա, փողերի լվացման մեքենա։ Վերադառնալով իմ հարցին, արևմտամետներ եւ ռուսամետներ, թե արևմտամետներ Արևմտամետ, ռուսամետ դուք բան եք անում, շատ պարզեցնում եք, ընդհուպ մինչև լատիներեն ասած վուլգարիզացնում եք հարցը։ Արևմտամետի մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մենք ունենք, ես օրինակ ձեր ձևակերպմամբ արևմտամետ եմ, բայց իմ պահանջը դա եվրոպական ստանդարտների ներդրումն է Հայաստանում։ Այսինքն այո, արևմտամետ Եվրամիության անդամ։ Ես ասում եմ, միշտ կրկնում եմ պայմանական արևմտամետ, պայմանական որովհետեւ հիմա ձեզ էլ որ հարցնեմ կամ պայմանական ռուսամետին էլ հարցնում են մյուսնիկ, ասեն մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ, հայամետ ենք։ Ես ասում եմ, ես արևմտամետ եմ, խնդիրը դրանում չի, խնդիրը ձևակերպումն է։ Ամբողջությամբ Եվրամիության անդամակցությունը, որը նպատակ ունի եվրոպական ստանդարտների կիրառումը Հայաստանում, առողջապահությունում, կրթությունում, բնապահպանությունում, ռազմական գործում։ Իշխանությունն էլ ստանդարտներին հասնել է պետք մենք։ Ոչ, ստանդարտները իշխանությունը շարունակաբար եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը իր փոխվարչապետների հետ համերաշխ եւ հարմոնիկ ապրում է, իսկ իր փոխվարչապետները կիրառում են ԵԱՏՄ-ի գոստերը, ռուսական գոստերը եւ ամեն ինչ անում որ նաեւ որ Հայաստանը խնդիր ունի Եվրամիության չափորոշիչներին, չափանիշներին հասնելու եւ այդ ճանապարհով գնալու ենք, այսօր էլ ԵԽԽՎ ելույթ կտեսնենք ինչ է։ Շարունակենք։ Հիմա կարծում եք Ռուսաստանի համար Հայաստանի խաղաքարտը ավելի մեծ արժեք ունի, թե Մոլդովայում էր։ Ռազմավարական տեսանկյունից իհարկե Մոլդովան ավելի կարևոր է։ Ռուսաստանի համար Մոլդովան ավելի կարևոր է։ Որտեղ այնտեղից Օդեսա կարող է խփել մի անգամից։ Իսկ Մոլդովա թե Ուկրաինա։ Չէ, բարձ է։ Մոլդովան ինչ, Մոլդովան էական է, որտեղ Մոլդովայի որպես պլացդարմ օգտագործելով դու կարողանում ես Ուկրաինային թիկունքից հարվածել։ Լավ։ Հիմա ես սահուն բերեցի խոսակցություն դեպի Ուկրաինա, ուկրաինական ճակատում ինչ է տեղի ունենում, որքանով են համապատասխանում իրականությանը Ռուսաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հաղթանակում է Ուկրաինայում արդար պայքարում։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իհարկե, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք տեղափոխվեցինք ուկրաինական ճակատ, այստեղ ինչ է կատարվում, որքանով են իրականությանը համապատասխանում ըստ ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հաղթանակում է Ուկրաինայի արդար պայքարում։ Այն մարդ, ում դուք շռայլաբար կոչում եք Ռուսաստանի նախագահ, դուք որևէ կերպ պատասխանեք իմ հարցին։ Սուտ է խոսում։ Ինքը երբեք ճիշտ բան չի ասում, ինքը բերան բացում է սուտ է խոսում։
Դա կարող են համոզվել բոլորը, սկսած նրանից ու իր բնակչությունն, որ մոբիլիզացիա չի լինելու, չգիտեմ, ինչ որ հարկերը չի բարձրացնելու Ուկրաինայում, այդտեղ սուտ է խոսում։ Ինչ է կատարվում։ Ոչ մի ցուցանիշ, ասենք նույնիսկ փուճուրիկ ինդիկատոր չկա, որ ինքը հաղթում է։ Ինքը ամբողջությամբ բանակի ուժերը տաշեց այն, որը որ պատրաստված էր գարուն համար բաներին, հարցակման այդ փուլին, ոչինչ չստացավ դրա դիմաց։ Ոչինչ, ոչ մի քաղաք, ոչ մի բնակավայր։ Հասկանում եք, օրական 1000-ից 1200 զոհ է տվել։ Օրական այս տարի իրանք տվել են 1000-ից։ Բարբերաբար հաղորդագրություններ լինում են առաջ խաղացման մասին։ Հա, իհարկե, մարդկանց ովքեր քարտեզություն եւ քարտեզը չեն աշխատում, հա, իրանց համար դժվար է բանել։ Դա ինչ որ ասենք բնակավայր էլ չի։ Դա ինչ որ այն ինչ որ Ուկրաինայում կոչվում է խուտարա։ Կամ ասենք, չգիտեմ, Չասով յարը, Չասիկա, այսպես կոչված, անցած տարվա սեպտեմբերից վերցնում են։ Հիմա ամեն օրը հայտարարում են, որ վերցնում են։ Այդ քաղաքում գնում են մարտեր։ Բացի դրանից, պետք է հասկանալ, որ դրոների կիրառման պարագայում ճակատի եւ մարտական գործողությունների բովանդակությունը փոխվել է։ Հիմա այսպես կոչված 15 կիլոմետրանոց kill zone-ա, թե մեր ուկրաինական մասում, թե ռուսական մասում։ Այսինքն առաջնագիծ կոչվածը ինքը ուղղակի ամրակետերի հավաքածու է, որը բավականին ամորֆ է, իրանք ամբողջական գիծ չկա, ամբողջական այդպես խրամատներ, բաներ չկան։ Դա ինչ որ կանգնած են ստեղ, նույն մեր արցախյան բանն է, պաշտպանական գծին է շատ նման, որ ասենք կարող է 1 կիլոմետրի վրա 2-3 հոգի մարդ լինի։ Ու իրանք հիմնական խնդիրը ոչ թե թշնամուն, որը գալիս է կրակայերթերով կանգնացնել, որտեղ ոչ պիտի չի գալիս։ Ուղղակի նայելի դիրքա նայում է, որովհետև ամբողջ պատերազմը գնում է դրոնների մակարդակով։ Եթե ռուսական կողմը որոշում է հարձակվել, մեկ-մեկ տենց անում են, գնում են բան, ու էշ արդեն չէ, բայց հեծանիվի հələ չեն հասել, բայց տենց շուտ մոտոցիկլետներով, կվադրակոպտերներով, բաներով sense գալիս են։ Կարող է 1-2 տանկ լինի, օրինակ օգոստոսին 8 տանկ է կիրառել ռուսական բանակը, 8 ռուսական բանակը 8 տանկ է կիրառել ամբողջ օգոստոսի մեջ։ Դա տենց այդ լուրջ բաներ են։ Իսկ Միացյալ Նահանգների դիրքորոշումը կամ դիրքորոշման փոփոխությունը ըստ որի արդեն Միացյալ Նահանգները դեմ չէ կամ նույնիսկ թույլ է տալիս, որպեսզի Ուկրաինան հարվածի Ռուսաստանի խորքերը։ Սա ինչ կփոխի։ Առանձնապես ոչ մի բան, որովհետև սա վերաբերվում է ամերիկյան տրամադրված կամ ամերիկյան պատենտներ պարունակող զենքերով կամ միջոցներով հարվածել։ Ուկրաինական դրոնները հարվածում էին բարեհաջող մինչև 3000 կիլոմետր խորությամբ։ Իրականության մեջ որևէ բան չի փոխվում դրանից։ Տեսեք, տրամադրված բաները դա Storm Shadow-ներն են, որոնք որ ունեն սկալպերը ու Storm Shadow-ները, թևավոր հրթիռները, որոնք որ ամերիկյան պատենտի կտորներ են պարունակում, կարող է Taurus-ի մասին խոսք լինի, բայց Taurus-ը ոնց որ թե ամբողջությամբ գերմանական է։ ԱՏԿՄՍ-ն է, որը որ HIMARS-ից պետք է կիրառվի, սա 300-350 կիլոմետրի մասին է խոսքը, բայց այլ բոլոր գործողությունները իրականացնում է Ուկրաինան իր սեփական ռազմաարդյունաբերության արտադրանքով։ Դա Նեպտունն է, թեւավոր հրթիռներ։ Այնուամենայնիվ, եթե Միացյալ Նահանգներից այսպիսի հայտարարություն է հնչում, դրանից հետո Ուկրաինան անկախ ում տված զենքով սեփական արտադրության թե Միացյալ Նահանգների թե այլ հարվածում է Ռուսաստանի խորքերը, սա ինչի կբերի, ինչ վտանգներ է պարունակում, արդյոք Ռուսաստանի պատասխան հարվածները կսահմանափակվեն Ուկրաինայի տարածքով, թե դուրս կգան այդ սահմաններից Ուկրաինայի բարեկամ երկրների։ Դուք հա հասկանում ուր եք տանում այդ բանը, զրույցը, Ռուսաստանը փորձեց։ Ինքը նախ 12 թե 13 դրոնով Ժեշովին, այսինքն Լեհաստան, հետո 3 դրոնով Ռումինիայի տարածք մտավ, Էստոնիայի
հոթային տարածքում է դրոնները աշխատում։ 3 օր առաջ Դանիայի նավատորմը բացահայտեց, որ ինչ որ ռուսական ռազմական բան դեսանտային նավ տրանսպոնդերները անջատած Բալտիկ ծովում ինչ որ ինքը դրոններ է բարձրացնում, իսկ դրոններով էին իրան վերեք, թե Ռուսաստանը գնում է այդ բաներին, այդ ոնց որ բզբզում է։ Հիմա իրան պետք է ասեն մի բզբզ, բայց դա ոնց որ կապ չունի ամերիկյան հայտարարության հետ։ Ընդհակառակ Ամերիկայի հայտարարությունը մեծ հաշվով, եթե նաև նայում ենք Տրամփը ինչ խոսած բանում, մակում, ու բացի նրանից որ պարզվեց, որ Կամբոջան եւ Ալբանիան պատերազմի մեջ էին ու այդ պատերազմը բրծավ, ինքը նաև ձեռները լվաց։ Ինքը փաստորեն ամբողջությամբ գցեց սա Եվրոպայի գրպանը, ասաց, եթե ուզում եք, ես զենք կծախեմ։ Վատ չի մեծ հաշվով զենք ծախելը, որովհետեւ կարող եւ չծախեր։ Բայց օրինակ միևնույն ժամանակ ինքը Բելարուսի վրայից Բելավեի վրայից հանեց պատժամիջոցները եւ փաստացի տրամադրեց Ռուսաստանին այդ բան ստվերային սխեման։ Իսկ այդ հայտարարությունը, որ ասում եք ոչ լավ է ոչ վատ եւ որևէ բան չի փոխում, քանի որ Ուկրաինան իր զենքերով արդեն այդ խորքը հարվածում էր, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունը ընդամենը այն է, որ ես գիտեմ, արտոնում եմ, դեմ չեմ, հա, մոտավորապես այսպես։ Չէ, ինքը ուզում է միանա խրախճանքին։ Որովհետեւ իր կարծիքը ոչ մեկ վաղուց չէր հարցնում։ Ուկրաինայի թե Ռուսաստանի։ Ուկրաինայի, չէ, ում կարծիքը, Ամերիկայի։ Չէ, Ամերիկան միանա ում խրախճանքին։ Ուկրաինայի։ Իսկ գուցե Ռուսաստանի հետ բանակցությունների ինչ որ հարթակ կամ առիթ է ստեղծում դրանով։ Ну, լավագույն դեպքում ձեր նկարագրած սցենարում ինքը հերթական անգամ եթե հանդիպի ռազմական հանցագործ չեմ կարող ասեմ, չէ, ոնց էլ ոչ էլ կարամ ասեմ, հա, բունկերը։ Այդ մարդու հետ որ հանդիպի ինքը կարող ասի, այ արի հետս բարիշի, ես այս կտորը էլի կարգել եմ։ Բայց դա անիմաստ է, ոնց ջուր է ծեծում, էլ եմ ասում, հա, Ուկրաինան իր սեփական արտադրանքով աշխատում արդեն խոր։ Այս նավթ արդյունաբերությունը Ռուսաստանի, որը 11-ից 15%-ով ոչնչացված է, նո առնվազն կասեցված է, ասենց ասեմ, բենզինի եւ դիզելային նյութերի արտադրությունը կասեցված է, որովհետեւ ուկրաինական դրոնները շարքից հանում են նավթամշակող գործարանները։ Այս օպերացիաները իրականացվում են ուկրաինական արտադրանքով։ Եվ այս օպերացիաների խորացումը 2.500 կիլոմետր մինչև հասնում է։ Այսինքն բաշկորտոստան։ Այսինքն հավասարապես ռազմի դաշտի զատ նաև տնտեսական հարթություն է մտնում այս պատերազմը կամ մտել եւ վաղուց է մտել։ Հիմա հատկապես որ խոսակցություն են տարածվում տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանի սառեցված ակտիվները տրամադրվեն Ուկրաինային, դա երևի մի 2-3-4-5 տարի չգիտեմ ինչքան կարողանան օգնություն տրամադրել եւ այդ պայմաններում, երբ որ այդ ակտիվները գնան Ուկրաինա, Ռուսաստանի վիճակի չի լինի տնտեսապես այդքան շարունակել։ Ռուսաստանի տնտեսական վիճակը բավականին ծանր է, ըստ իրանց 26-ից 28 թվականի բյուջեի ամեն տարի 3 տարի բացասական, այսինքն մեծ դեֆիցիտով է փակելու, այս տարի արդեն պլանավորված դեֆիցիտը մնացած ռեզերվային միջոցներից մոտավորապես 2 անգամ ավել է, գոյություն ունեցող ռեզերվները, որոնք կարող են վերածվել գումարի, անմիջական ոչ թե բաներ, բաժնետոմսեր այլ գումարները, իրանք մոտավորապես 3.8 տրիլիոն ռուբլի են, իսկ սպասվող դեֆիցիտը սպասվում է 7.8, այսինքն 8, 2 անգամ ավել է։ Մյուս տարի էլ է սպասվում, այսինքն սա խնդիր է, որը Ռուսաստանը չի կարող լուծի, եւ Ռուսաստանի համար այդ պաշտոնապես հայտարարված 300 միլիարդը, որը եվրոպական այդ բաներում դեպոզիտարաներում սառացրել են, այո գումար է, որը իրան թույլ կտա ինչ որ կերպ բան անել։ Այս պահին վաղուց արդեն Եվրոպան այդ գումարը ինչ որ կերպ կիրառում, այսինքն որոշում է կայացվել այդ գումարը բարձր տոկոսադրույքով ակտիվների մեջ ներդնել եւ ստացվող տոկոսադրույքը տալ Ուկրաինային, հա։ Սա արվում է արդեն երկրորդ տարին է, 23 թվականին ոնց որ առաջի անգամ արվեց։ Ինչ վերաբերվում է ամբողջությամբ այս գումարը հանել տալ, հա, դիտարկվում է։ Եվրոպական առաջնորդները մեծ հաշվով սրան դեմ չեն, բայց իրավաբանական լուծում պետք է լինի հարցի, որովհետև դե ոնց որ ինքը բանկային ավելի շուտ խնդիր է, քան քաղաքական։
Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, քանի որ խոսեցինք, արդեն տեղափոխեցինք եվրոպական դաշտը, այսինքն Եվրոպայի ազդեցությունը, Եվրոպայի դերակատարությունը, Եվրոպայի դիրքորոշումը, Գերմանիայի կանցլերի հայտարարությունը ինչ ուղերձուն էր, որ մենք չենք պատերազմում, բայց խաղաղություն էլ չունենք։ Նույն ուղերձն է։ Կարող եմ կանգնել ասել խոսքի Նիկոլ Փաշինյանին, մենք չենք պատերազմում Ադրբեջանի հետ, բայց խաղաղություն էլ չունենք։ Խաղաղություն մենք ունենք, ինստիտուցիոնալացման խնդիր ունենք։ Մենք տարբեր ենք այս հարցում, հա։ Ես խաղաղությունը հասկանում եմ խաղաղությունը ինքը անվտանգության եւ վստահության հարց է։ Տեսեք, խաղաղության պայմանագիր երկու երկրների միջև, որոնց մեջ պատերազմ չկա, ինչի ձեր մտքով չի անցնում, օրինակ Հայաստանը Կամբոջայի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում։ Զենքի փաստաթուղթ Հայաստանը Կամբոջայի հետ խաղաղություն արդեն Ալբանիայի, լավ, Ալբանիայի Չէ, ինչի չունենք։ Կարիքը առաջանում է, եթե մենք խոսում ենք, որ Հայաստան եւ Ադրբեջան, հա, ինչ որ խաղաղության մասին։ Պատերազմը ավարտվում է այդ խաղաղության մասին պայմանավորվածությունով եւ պայմանագրով։ Ախր Հետո պետք է ինստիտուցիոնալացնել բանակով, դիվանագիտությամբ եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս այդ մշակութային բանը ունենք։ Մեզ մոտ հայտնի է, որ խաղաղությունը պատերազմը ավարտվում է այն պահին, երբ պատերազմի մասնակից վերջինը մարդը, ասենք ով որ այնտեղ զոհվել է, գտնում ես եւ բանեսանը։ Կամ ինքը զոհվում է, թե չկա այդ բանը, չի բրցնում պատերազմները, հասկացեք։ Պատերազմները այտենց չեն վերջանում։ Դե, այդպես փիլիսոփայորեն կարելի ասել, որ պատերազմները երբեք չեն ավարտվում, ընդհատվում են, հետո շարունակվում են։ Քանի որ մենք հիմա այս պահին ոչ մի քաղաքական դիրքորոշում չենք այտնում, հա, մենք որպես բան ենք անում։ Արցախի հարցը գոյություն ունի միջազգային հարթակներում, եւ քանի այս հարցը գոյություն ունի, այս պատերազմի ավարտը անկախ նրանից թե ոնց է ստորագրվում, եվրոպացիք են վերցրել այս թեման, տանում են առաջ։ Շվեյցարիայի պարլամենտը որոշել է, որ ինքը պետք է քննարկում անի, որպեսզի արցախցիները վերադառնան, չէ՞։ Բայց սա պատերազմի մի մասն է, որտեղ սա էթնիկ զտում է։ Հայաստանը այդ ձեր ասած քննարկումների մասնակից չէ, կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ։ Ոնց մասնակից չի։ Մասնակից չի։ Չէ, մասնակից չի եւ կոնֆլիկտ չունին, դրանք տարբեր բաներ են։ Մասնակից չի։ Okay։ Մենք հարցելու ավարտենք հիմա Ռուսաստանը, Մոլդովայում տեսանք, Ուկրաինան դիտարկեցինք 2026-ին այստեղ մասնակցություն նորից կրկնվեմ, հա, ինչ արժեք ունի Հայաստանը 2026 թվականի ընտրությունները Ռուսաստանի համար։ Չէ, դե ամեն դեպքում ինքը չի ուզենա կորցնի, ինքը վերջի վարան կաշխատի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, կհանդիպենք։